26 տարի ապրել ենք տնակում, շատ հաճելի է, նորմալ բնակարան, այսօրվա օրով ապրում ենք նորմալ պայմանների մեջ։ Տիկին Օֆելիայի նման հազարավոր գյումրեցիներ անցնող տարիներին բնակարանամուտ տոնեցին։ 88-ի երկրաշարժից հետո մարզում բնակության համար ոչ պիտանի էր դարձել 22060 բնակարան։ Հետ երկրաշարժյան տարիներին գրեթե նույնքան բնակարան կառուցվեց, սակայն 750 ընտանիք դեռևս անօթևան է։ Նախորդ տարի Գյումրիում կառավարությունը 444 ընտանիքի բնակարանի գնման վկայագրով ապահովեց։ Եվս մեկ ծրագիր կիրականացվի այս տարի։ Նորություն կա նաև Ախուրյանի 137 ընտանիքի համար։ Նրանց համար կառուցվում էին 3 բնակելի շենքեր 104 բնակարանով, այդ շենքերի շինարարությունը այժմ դատարեցված է, սառեցված է եւ դրանց համար գումարներ կտրամադրվեն 2016 թվականի ընթացքում 33 ընտանիքների համար նորից կիրականացվի վկայագրերի տրամադրման ծրագիր 2016 թվականին։ Կարգավիճակում ես եմ գտնվում։ Սուրեն Մալխասյանը Ջաջուրի բնակիչ է, ժամանակավոր այս կացարանում ապրում է ծնողների հետ։ Նա ու եւս 26 ընտանիք սպասում են տուն ստանալու իրենց հերթին։ Հաստատ այս հարցը կլուծվի, որովհետև շատ կարևոր հարց է ու ոչ միայն մեզ համար, այլ հենց կառավարության համար է։ Ջաջուր, Կամոր, Շիրակ, Պասեն, Մայիսյան 21 գյուղական համայնքի 171 ընտանիքի բնակարանի խնդիրը պետությունը խոստանում է լուծել հաջորդ տարի բնակարանի գնման վկայագրերի միջոցով։ 16 թվականին ինձ թվում է ամբողջությամբ ավարտում է process-ը եւ ցուցակներով եղած անօթևանների հարցը վերջնական լուծում է ստանում։ 88-ի երկրաշարժից հետո վնասներ էր կրել Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը։ Նոր շենքի շինարարությունը մեկնարկեց 90-ականների սկզբին, սակայն ընդհատվեց ու նոր թափով վերսկսվեց պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Լինելու են առանձին այն 4 բաժինները իրենց 16 լաբորատորիաներով, որոնք որ իրականացնելու են այս պայմաններում իրականացնելու են գործունեությունը։ 1961-ին հիմնադրված ինստիտուտի գերճշգրիտ չափից սարքերը ժամանակին մեծ ճանաչում ու պահանջարկ ունեին ամբողջ ԽՍՀՄ-ում։ Գիտական հիմնարկի նորակառույց շենքն ու ժամանակակից սարքավորումները իդեալական պայմաններ են ապահովում գիտնականների համար։ Վերականգնելու ինստիտուտի երբեմնի համբավը։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան,